40 տարին նա մեզ հետ չէ, մենք ենք նրա հետ կարգախոսով միջոցառումը նվիրված Պարուր Սևակի մահվան տարելիցին Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողներն ու Սևանի Վազգենյան դպրանոցի սաները կազմակերպել էին համատեղ։ Սևակը մեկն էր այն մեծերից, որ ուշ են գալիս, բայց ոչ ուշացած։ Նրա 3 տասնամյակ տևած ստեղծագործական ուղին հայրենի բանարվեստում նշանավորվել է հզոր ու թարմ հոսանքով, բանաստեղծական վառ անհատականությամբ, խիզախ ու խոհուն մտորումներով։ Ես ծնվել եմ նրա համար, որ ցավացին ու խիթարեմ, ջահելների հարսանիքին, ձեռքիս գինի զվարթ պարենալ։ Ես կարծում եմ, երբ որ ջուրը վարարում է ելնում ափից, թույլտվություն չի վերցնում իրեն հսկող նեղ քարակից։ Մտքի ներդաշնակություն, քնարական հոգեվիճակների բազմազանություն, երիտասարդ սերնդի շուրթերով նորից հնչեցին բանաստեղծի խոսքերը, նոր զգացողություններով արժևորելով կյանքը։ Այսօր պետք է, որ մենք իբրև հոգևորական, իբրև հոգևոր հաստատություն միշտ գանք եւ մեր ժողովրդի կյանքում ներկա լինենք, իսկ այս պարագային հատկապես երիտասարդության կյանքում։ Վստահ եմ, որ այս հանդիպումները, այս միջոցառումները որոշ երիտասարդի սրտերում կփոխեն իրենց մտածելակերպը, արժեքային համակարգը եւ ընդհանրապես ըմբռնումները կյանքի հանդեպ։ Սա աշխարհիկ ուսումնական հաստատության եւ հոգեվոր կրթահամալիրի առաջին համատեղ ձեռնարկը չէր։ Ուսանողներն իրենք են կարևորում հոգեվոր մերձեցման անհրաժեշտությունը երիտասարդների միջև։ Պարուր Սևակի գրած ցանկացած բանաստեղծություն ցանկացած հայ մարդու համար հարազատ է եւ ցանկացած հայ մարդ դա ապրում է։ Նրա ճշմարտությունները ինձ շատ հարազատ էին եւ մեծ անկեղծությամբ էինք արտասանում բոլորս։ Փոքր-ինչ հուզված էինք եւ լարված, քանի որ Սևակը այնպիսի բանաստեղծ չէ, որին կարելի է ուղակի մատների արանքով որպես բանաստեղծություն արտասանել, այդ խոսքը ինչպես Նարեկացին է նշում, պետք է լիներ իր խորոց սրտի։ Ես արտասանեցի այնպես, ինչպես ես ինքը զգում եմ Սևակ, ու ինձ թվում է նաեւ իմ ընկերներն էլ։ Միջոցառման ավարտին հնչեցին Պարուր Սևակի խոսքերով գրված Սարդարապատ, Էրեբունի, Երևան, Եղեցի լույս երգերը Վազգենյան հոգևոր դպրանոցի երգչախմբի կատարմամբ խմբավար Շոթա Վարդանյան։